Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Առաջինը առավոտից, ինչ հայտնի դարձավ արդեն, որ իսրայելական կողմը հարվածներ է հասցնում Իրանին, մենք ուղիղ եթերում ենք, պարբերաբար ձեզ արտակարգ թողարկումներով պատմում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, բնականաբար մեր քննարկումների առանցքում պահելով այն հանգամանքը, որ տեղի ունեցողը տեղի ունենում Հայաստանի անմիջական սահմաններին հարևանությամբ։ Եվ այս թողարկումը եւս բացառություն չէ, տաղավարում ինձ հետ իմ գործընկերներն են Ռուբեն Մեհրաբյանը եւ Դավիթ Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոնայք, մի քանի հայտարարություն մեջ բերեմ, Հայաստանի արտգործնախարարությունն ասում է միակողմանի հարձակումը ընդդեմ Իրանի խորապես մտահոգիչ է, հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն սպառնում է խաղաղ ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը եւ գլոբալ խաղաղությանը, դատապարտում ենք նման գործողությունները, կոչ ենք անում անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները, հավատարիմ մնալով միջազգային իրավունքին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ասում է, որ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն ռազմական սպառնալիքը, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերել, եւ Հայաստանի վարչապետը դեպ որ այսօր է մեկնել մասնակցելու ֆորումի, Հայաստանում չէ, նշում է անվտանգության ֆորում։ Այո, Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումը Իրանի վրա եւ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որը ունենք մեր տարածաշրջանում եւ մենք շատ մտահոգ ենք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու, զգուշացնելով, որ ամեն ինչ սպասվածից ավելի վատ է լինելու։ Քանի դեռ ժամանակ կա այս ամենն ավարտելու, Իրանը պետք է համաձայնի գործարքին, պարզապես արեք դա, քանի դեռ ուշ չէ։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ասում է, Մերձավոր Արևելքում իրավիճակը վտանգավոր է, կոչ եմ անում կողմերին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ հետագա սրացումից, դիվանագիտությունը մնում է առաջ շարժվելու լավագույն միջոցը եւ ես պատրաստ եմ աջակցելու լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին եւ իսրայելական լրատվականները հայտնում են, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել իրանական կողմին, Նաթանզի միջուկային օբյեկտին են նորից հարվածել ըստ իսրայելական կողմի, Թավրիզի օդանավակայանը արդեն իսկ ավերված է, հարվածներ են հասցվում Իրանի Շիրազ քաղաքին։ Նախ սկսենք նրանից, թե բանակցություններ էին ընթանում, 5 փուլ արդեն չէ, եթե չեմ սխալվում, կայացել էր, 6-րդ փուլը շուտով պետք է լիներ։ Ամսի 15-ին, վաղ չեն։ Եվ տեղի ունենում այսպիսի զարգացում, հա։ Նախ հասկանանք, թե ինչու է սա հնարավոր դառնում, ինչ իրավիճակ է փոխվել այդ բանակցություններում, որ բերել է այս իրավիճակին, հետո արդեն գալիս ենք Հայաստան, Ադրբեջան, Իրան, մեր սահմաններին այս անկայունությանը, Հայաստանը եւս Իրանի, Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ է խաղաղության համաձայնագրի ստորագրման մասով, որը Ադրբեջանը չի ստորագրում, կան պնդումներ, որ Ադրբեջանը նաև հարմար առիթներ է սպասում, ինչպիսիք օրինակ այս առիթն է, այսպես ասած, որպեսզի Հայաստանի եւ Իրանի դեմ գործողություններ իրականացվի։ Մի խոսքով քննարկելիք հարցերը շատ են, սկսենք ընդհանուր իրավիճակին, թե ինչու բանակցային իբր թե կարծես հաջող գործընթացում, որտեղ կողմերը միշտ ասում են, որ բավականին դրական է ընթանում եւ մենք արթնանում ենք այսպիսի տեղեկություններով։ Համեցեք։ Դրական այդքան էլ դրական չէր փաստորեն, չնայած կողմերը օպտիմիզմ էին արտահայտում, ի վերջո ամեն ինչ հանգեցրեց կոշտացմանը, թե Միացյալ Նահանգների, թե Իրանի, կոշտացումն էլ պայմանավորված էր նրանով, որ մի միջանկյալ տարբերակ էր առաջ բերվում, որ եկեք 3 տարի ուղղակի մի հարստացրեք Ուրանը, որից հետո այդ ընթացքում էլ վստահություն ձեռք կբերվի, հետո կորոշենք։ Իրանը այդտեղ, այսպես ասենք, ճկունություն չդրսևորեց, մտածելով, թե խոսքից այն կողմ ամեն ինչը չի անցնի։ Բայց եւս մի կարևոր բան է տեղի ունեցել, հաշված օրեր առաջ Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որից հետո Նեթանյահուն հավաքեց անվտանգության խորհրդի նիստ Իսրայելի։ Թե ինչ որոշեցին, դրա մասին տեղեկատվություն չկար։ Եվ դրան հետևեց նաև Միացյալ Նահանգների
այն որոշումը, որ էվակուացիա է սկսում իր անձնակազմի, դիվանագետների, այլ եւ պատերազմի վտանգի մասին էր այդ ամենը վկայում, բայց Միացյալ Նահանգների կողմից արված հայտարարություններն էլ կարծեք թե հիմա գնահատվում է որպես մի մասը այն տեղեկատվական արշավի ուղղված քնեցնելու, հա, Իրանի զգոնությունը, որովհետև մենք տեսնում ենք այնինչ տեղի ունեցավ այսպես հանկարծակիության գործոնի գերակայության պայմաններում։ Բայց այդ հանկարծակիության տակ հսկայական աշխատանք կա, չէ՞։ Իհարկե։ Քաղաքական, դիվանագիտական, հետախուզական եւ այլն։ Այո։ Որտեղ էր Իրանը այդ դեպքում։ Դե հենց դա էր, որ բայց հանկարծակիության գործոնն էլ այն է, որ հակառակորդը ոչ միտեղ չլինի եւ ըստ էության այդ գործոնն էլ փայլուն ձևով աշխատեց։ Մեկ, երկրորդը մենք տեսանք, որ ահռելի աշխատանք է Իսրայելը կատարել գետնի վրա Իրանում։ Ըստ էության ուկրաինական սարդոստային գործողության նմանակն էր, որը այնտեղ տեղի ունեցավ, գումարած մեծաթիվ լրտեսներ, որովհետև ըստ էության իսրայելական հատուկ նշանակության ուժեր, խմբեր այնտեղ գետնի վրա շաբաթներով գործել են եւ տեղակայել սպառազինություն, որը միանգամից ակտիվացվեց ինչ որ X պահի եւ հասավ տեղ։ Եվ արդյունքում մենք ունենք գլխատված ռազմական ղեկավարություն, ռազմաօդային ուժերի հրամանատարությունն ամբողջությամբ, ընդ որում մենք տեսնում ենք, որ նույնիսկ հասցեները գիտեին, թե որտեղ էր ապրում եւ քնած վիճակում ընտանիքներով վերացրել են ըստ էության։ Մենք այս պահի դրությամբ ունենք այս պատկերը, դա իսկ մնացածը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչերը, դրանք հերթապահ բնույթ են կրում այս պահի դրությամբ, որովհետև դրանից գործողություններ, նախաձեռնություններ չկան ըստ էության։ Մենք տեսնում ենք այսպես դիետիկ հայտարարություններ, ֆորմալ, ձևական, հերթապահ, բայց ոչ ավելին, որովհետև թողնում են դեպքերը գնան զարգանան իրենց տրամաբանությամբ։ Պարոն Ստեփանյան, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ոչնչացրել են Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատարին եւ նաեւ այլ հրամանատարական կազմերի եւ այլն, դեռևս հստակ չեն նշում, թե կոնկրետ ում մասն է այստեղ խոսքը։ Մենք Իրանին սովորաբար համենայն դեպս մեր հանրային հասարակական ինչու նաև շատ հաճախ փորձագիտական դաշտում Իրանը կարևորվում է այն տրամաբանությամբ, Իրանի քաղաքական գուցե դիվանագիտական, ռազմական կարողությունները կշիռը պայմանավորում ենք նաև նրանով մեր հարավային հատվածի անվտանգության մասով, հա, Իրանը միշտ խոսում է իր կարմիր գծերի մասին, այդ թվում ներառելով մեզ հետ սահմանի անփոփոխելիության հարցը որպես իր համար կարմիր գիծ եւ Թուրքիայի նախագահի վերջերս արված հայտարարությունը հա ուղղված Իրանին եւս գուցե դրա մասին է վկայում իրանական կողմը խոսեց այն մասին որ իրենք կարողացել են թույլ չտալ որ դա տեղի ունենա եւ դա բացառապես իրենց շնորհիվ է տեղի ունեցել հիմա իրանական կողմը հայտնում է որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը ինչպես նաեւ պարոն Մեհրաբյանը ներկայացրեց ընդհանուր հենց Իրանի տարածքում արդեն իսկ կադրեր է հրապարակում իսրայելական կողմը ինչպես են նախապատրաստել տարբեր հարվածային միջոցներ հենց տեղում գետնի վրա Իրանում որպեսզի այս օպերացիան ամբողջական լինի հետեւաբար մենք կարող ենք այստեղից հետեւություն անել որ սրանով ոչ միայն Իրանի ռազմական կարողությունների քաղաքական դիվանագիտական կարողությունների հնարավորությունների կշիռն է անկում ապրում որը զուգահեռ կամ ենթադրաբար պետք է այդ իմաստով բարձրացնի մեր սպառնալիքների ռիսկը տեսեք իրեր այն որ Իրանի այս հարցակումից հետո իսրայելական Իրանի տեսակարար աշխարհակաղակական կշիռը տարածաշրջանում այդ թվում նաև նվազում է եւ այս գործընթացը դեռ երկար է տևելու սա կարծում եմ ակնհայտ է բայց եկեք տարբերակենք 21-րդ դարի տեխնոլոգիական պատերազմը Իսրայել եւ Իրան եւ այն հնարավոր պատերազմը որը կարող է աստված ոչ արածցե լինել մեր տարածաշրջանում Ադրբեջանի, Հայաստանի, միգուցե նաև Ադրբեջանի եւ Իրանի մասնակցությամբ։ Իրանը չունի Իսրայելի հետ սահման,
բոլոր հարվածները, որոնք տեղի են ունեցել, դա եղել է դիվերսիոն, երևի թե ահաբեկչական ակտերի արդյունք եւ հրթիռային հարվածներ եւ ավիացիա։ Ավիացիան այսօր նույնպես 21-րդ դարի տեխնոլոգիա է։ Այս ճակատում Իրանի հնարավորությունները, ինչպես մենք տեսնում ենք, բավականին սահմանափակ են։ Իրենք հարձակում են հրթիռավոր, հարյուրավոր հրթիռներ, որը մեկը տեղ չի հասնում կամ մեկը երկուսն են տեղ հասնում։ Իսրայելի համարյա 100%-անոց արդյունքի է հասել եւ սա անկախ նրանից, թե ինչպես ենք մեր վերաբերվում Իսրայելին կամ Իրանին, սա շատ փայլուն մի արդյունք է, որը կարծում եմ մեզ պետք է մտածելու տեղիք տա։ Հիմա, ինչ վերաբերվում է ճակերտավոր Զանգեզուրի միջանցքին եւ Իրանի դերակատարմանը, այստեղ մենք չենք կարող ասել հիմա իրադարձությունները ինչպես կզարգանան։ Ես տարբեր սցենարներ եմ տեսնում։ Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ Իրանը շարունակում է մնալ այաթոլլաների ռեժիմի տիրապետության տակ, հեղափոխություն տեղի չի ունենում, քաղաքացիական պատերազմ տեղի չի ունենում եւ ռեժիմը պահպանվում է, ես չեմ կարծում, որ կոնկրետ այս կարմիր գիծը, Զանգեզուրի միջանցքի կարմիր գիծը ինչ որ փոփոխություններ են լինում այս հարցում, որտեղ Իրանի համար սա մնում է խնդիր, որը ինքը կարող է իր ուժերով, հաշվի առնելով, որ Ադրբեջանը իր քթի տակ է, այդ նույն շահեդները, որը չեն հասել Իսրայել, շատ հանգիստ Բաքուն կավիր են եւ ոչ մի ինչպես էր կոչվում դա երկաթյա գմբեթը Բաքվին չի պաշտպանի հաշվի առնելով հերավորությունը։ Այնպես որ այստեղ ես չեմ տեսնում լուրջ խնդիրներ, եթե ռեժիմը չտապալվի։ Եվ այստեղ կա շատ ավելի մեծ վտանգ մեզ համար եւ այդ մասին խոսում եմ երկար տարիներ, նույնիսկ մինչեւ 20 թվականի 44-օրյա պատերազմը, եթե Իրանում սկսվի քաղաքացիական պատերազմ, որը տևելու է երկար տարիներ, օրինակ Սիրիայի օրինակով, սա չափազանց դեստրուկտիվ սցենար է լինելու մեր համար։ Եվ արդեն այդ դեպքում Իրանը կարող է եւ չարձագանքել, եթե լինի Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից հարձակում Հայաստանի վրա։ Սա է մեզ համար խնդիր։ Այսինքն այս պահին դուք չեք տեսնում իրավիճակային այնպիսի փոփոխություն, որը Ադրբեջանին հնարավորություն կտա տարբեր պատերվակներով ինչ-ինչ հարցեր լուծել Հայաստանի սահմանում։ Այս պահին ոչ, եթե տեխնոլոգիական պատերազմից այն կողմ այս պատերազմը չգնա, խոսքը գնում է հրթիռային ավիացիոն հարվածների մասով, ոչ։ Պարոն Մեհրաբյան, դուք այդ մասով հնարավոր օրինակ զարգացում սցենարներ, այսօր ես տարբեր փորձագետների հետ եմ խոսել, ասում են, որ Ադրբեջանը հավանական է, որ գուցե տարբեր պատերվակներով, օրինակ անվտանգային, ճակերտավոր, պատերվակով կամ այսպես ասենք գործի քայնացվելու, քանի որ ընդհանուր պարզ չէ, թե այս ծրագիրը ի վերջո սա կուլմինացիան էր, թե ամեն ինչ դեռ առջևում է, այդ համաբանությամբ ներքաշեն, որպեսզի Իրանի համար խնդիրներ ստեղծի հյուսիսային հատվածում, դե արդեն դա ինքնաբերաբար բերելու է խնդիր հենց մեր հարավային հատվածում։ Ընդհանուր ինչպես եք տեսնում այս իրավիճակը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ռազմական օպերացիան Իրանում չի դադարում, այն շարունակվելու է։ Այո, plus դրան մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում էլ, Իսրայելում էլ, Արևմուտքում էլ, այն հատկապես արմատական տրամադրված շրջանակներում Իրանին դեմ, Այո, համարում են տարբերակներից մեկը այն, որ Ադրբեջանը ակտիվ դերակատարում ունենա, քիչ առաջ էր իսրայելական լրատվամիջոցներից մի քանիսն են համարում, որ սա պատմական պահ է, որ Ադրբեջանը վերադարձնի իրենից գրաված հողերը եւ այլն։ Բարդ է ասել ինչ կլինի, որովհետև այո Իրանի ներքին կայունությունից շատ բան է կախված։ Ուղղակի որքանով ես գիտեմ Իրանի հյուսիսում ապրող այդ թուրքախոս ազերիները նրանք իրենց են հիմնական մասսայով, այսպես ասենք, լոյալ են Իրանի պետությանը իրենց մշակույթով, իրենց պատկերացումներով եւ այսպես ասենք թուրանականությունը այնտեղ մարգինալ է եւ ֆուտբոլային երկրպագուների շրջանակից այն կողմ չի անցնում։
Այս օրվա դրությամբ գոնե այդպես է, չնայած դժգոհություն կա, որովհետև իրենք համարում են, որ իրենց գոնե լեզվական հարցով իրենք ենթարկվում են դիսկրիմինացիայի, բայց գոնե մինչև այս պատերազմի սկսելը նման տրամադրությունները մեյնսթրիմ չէին։ Հիմա ինչ վերաբերվում է Հայաստանի ուղղությամբ, ես չեմ տեսնում այն այսպես ասենք գործոնների հավաքականությունը, հա, որ Ադրբեջանին կբերի այն հաշվարկի, որ հիմա կարելի է Հայաստանի հետ անել ինչ ուզի։ Որովհետև այստեղ կա արևմուտքի գործոնը, որը չի վերացել ըստ այդմ, եւ որոշիչն այստեղ ոչ թե Իրանի գործոնն էր, այլ որոշիչը այնուամենայնիվ արևմուտքի գործոնն է եղել միշտ։ Իրանը իհարկե իր դիրքորոշումը միշտ եղել է սկզբունքային եւ դա եղել է շատ կարեւոր եւ շատ դրական։ Բայց Իրանը Ադրբեջանի համար Հայաստանի հետ կապված հարցերում անհաղթահարելի բարդություններ չէր ստեղծելու։ Նախ չէր կարող եւ երկրորդն էլ չէր ցանկանա։ Իհարկե կարձագանքեր, կոշտ հայտարարություններ կաներ, մաթաթ կտար եւ այլն, բայց ոչ ավելին։ Իսկ արևմուտքից Ադրբեջանն ունի ուղղակի կախվածություն, իսկ արևմուտքի գործոնը չի վերացել։ Եկեք այդ ամենը միշտ մենք հաշվի առնենք։ Հիմա դա այնպես ստացվեց, որ վարչապետն էլ գտնվում է Պրահայում հենց անվտանգության գլոբալ ֆորումին մասնակցելու համար եւ այո մենք հիմա պետք է նորացնենք եւ update անենք, հա, մեր օրակարգերը պաշտպանության եւ անվտանգության ուղղությամբ Եվրամիության եւ առանձին եվրոպական երկրների հետ այո, որպեսզի այս ապակայունացումը ընդհանրապես մեր տարածաշրջան չմտնի, որովհետև Ադրբեջանի դիրքավորումն էլ մենք տեսնում ենք բավականին զուտ պրստայության Ադրբեջանը մինչև հիմա զենքեր ստանում Իսրայելից, պատկերավոր ասած հենց այսօրվա համար։ Հիմա այսօրն եկավ Ադրբեջանն ինչ է անում, կոչ է անում դիվանագիտական ճանապարհով, այո, մտահոգությունը հայտնում եւ այլն, եւ այդպես շարունակ։ Այո, բայց համենայն դեպս այնպես չէ, որ համերաշխությունն է իր հայտնում։ Իդեպ նաև նույնը մենք տեսնում ենք Իրանի առանց բացառության բոլոր հարևանների կողմից։ Իդեպ քիչ առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարություն տարածեց, որ դատապարտում է Իսրայելի գործողությունները։ Ի վերջո Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկիր է եւ ՄԱԿ-ի անդամ մի երկիրը մյուսի վրա, այո, չպետք է հարձակվի, հասկանում եք, ուղղակի անկյունակարային սկզբունքներից մեկն է։ Արդեն մի անկյուն է մղված։ Այո, մի անկյուն է մղված եւ միայն սահմանափակվում է խորը մտահոգությամբ կամ ավելի խորը մտահոգությամբ, բայց ոչ ավելին։ Այստեղ պետք է ավելի գործնական եւ գործուն հարցերով քննարկում տարվի, ի վերջո Հայաստանում են գտնվում եվրադիտորդներ եւ այնպես չի, որ անմիջական հարևանությամբ տեղի ունեցողը եվրոպացիների հաշվարկների մեջ ինչ-ինչ կոռեկցիաներ չի մտցնել, էլի։ Դրա համար այստեղ աշխատանքի լայն դաշտ կա, պետք է խոսել, պայմանավորվել եւ շարժվել առաջ։ Շատ լավ, տեսեք, երբ խոսում ենք Հայաստանի արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասով եւ բնականաբար ամեն ինչ դիտարկում ենք Հայաստանի անվտանգության տրամաբանության մեջ, նախ հարցը, արդյոք Հայաստանը գտնվում է ռազմավարական վակուումի մեջ եւ կա անհրաժեշտություն նաեւ այս զարգացումները հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության կոնկրետ եւ հստակ փոփոխության։ Եթե մենք նշենք, շատ կարևոր հարց եք տալիս, եթե մենք նշենք, որ Հայաստանը դե յուրե չի գտնվում ռազմավարական վակուումի մեջ, ես կանվանեմ դա անվտանգային ճարտարապետություն, մենք գտնվում ենք հապկում։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է 97 թվականի պայմանագրով եւ սա դե յուրե վակուում չէ։
բայց ցավոք դե ֆակտո մենք վաղուց ենք գտնվում այդ վակուումում, առնվազն գետնի վրա, հողի վրա 20 թվականի սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, եւ մենք այս պահին դե յուրե դե ֆակտո կներեք գտնվում ենք որևէ անվտանգային ճարտարապետությունից դուրս։ Երկար տարիներ Ռուսաստանից Հայաստանին կոչեր էին հնչում դեռ Սերժ Սարգսյանի լեգիսլատուրայի տարիներին, որ դուք պետք է կողմնորոշվեք, մնում եք մեզ հետ, թե գնում եք արևմուտք։ Ես կարծում եմ վաղուց եկել այն պահը, երբ որ մենք պետք է այդ կոչերը հնչեցնենք Հայաստանին։ Հայաստանը պետք է կողմնորոշվի, որովհետև մնալով չկողմնորոշված վիճակում Հայաստանը իրեն դնում է շրջլուրջ հարվածի տակ։ Մենք հիմա, այսպես ասեմ, պատկերավոր ասեմ, ոչ մեկինն ենք։ Մենք ոչ մեկինն ենք։ Իսկ սա իր հետ բերում է բազմաթիվ վտանգներ։ Մենք չենք դիտարկվում որպես արևմտյան աշխարհի մաս։ Մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք։ Ոչ մեկի յուրայինը չենք։ Դե յուրայինի խնդիրը չէ։ Հիմա մենք բերեմ օրինակը Իսրայելի վրա, որպեսզի բոլորին պարզ դառնա։ Իսրայելը ում յուրայինն է։ Ոչ մեկի։ Միացյալ Նահանգների դաշնակիցն է, յուրայինը չէ։ Եվ սա այն դեպքն է, երբ որ ես կարծում եմ, ես կարող եմ սխալվել, երբ որ պոչը պտտում է շանը։ Ես չեմ բացառում, վստահ չեմ, բայց չեմ բացառում, որ իրականում Թրամփը փորձում էր համոզել Բիբի Նեթանյահուին, որ նա չգնա այդ քայլի, բայց Նեթանյահուն այնքան յուրային չէ եւ այնքան կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, որ նա կարող է եւ Թրամփին չլսել։ Եվ սա իրականությունն է եւ Իսրայելի հնարավորությունները տեխնոլոգիական, ռազմական, տնտեսական ամենակարևորը իրեն դա թույլ են տալիս։ Հիմա մենք ինչ ենք անում եւ ինչ ենք մտածում։ Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն մի տարածաշրջանում, որտեղ բալանս չկա։ Այդ բալանսը վաղուց չկա։ Ռուսաստանի կողմից կառուցված ճարտարապետությունը բալանսը վաղուց փլուզվել է եւ փլուզվել է Ռուսաստանի գործում, մասնակցությամբ եւ աջակցությամբ։ Նորը չկա, չի կառուցվել։ Եվ մենք այս պայմաններում փորձում ենք վարվել բալանսավորված քաղաքականություն, ինչը ինձ համար անձամբ նոնսենս է։ Մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տեղավորվենք արևմտյան աշխարհում։ Սա է մեր հնարավորությունը։ Ես հասկանում եմ, որ սա հեշտ չի, բայց այլընտրանք չկա։ Այլընտրանքը լինել Իրանի դաշնակիցը, օրինակ։ Ես դեմ չեմ Իրանին։ Ինչի մասին կոչեր կան։ Հա, ես դեմ չեմ, բայց սա հնարավոր է այսօր։ Հնարավոր է, հնարավոր չի։ Այլընտրանքը լինել Ռուսաստանի դաշնակիցը, սա հնարավոր չէ, որտեղ Ռուսաստանը դա չի ուզում։ Մենք դրենք մի կողմ, մենք ուզում ենք թե չենք։ Ռուսաստանը չի ուզում դա։ Ռուսաստանի դաշնակիցներն է Թուրքիան եւ իր սատելիտ Ադրբեջանը։ Հետևաբար փորձենք գնահատենք իրավիճակը եւ հասկանանք այդ բալանսավորված քաղաքականություն վարելը արդյոք մեզ համար թույլատրելի տարբերակ է, արդյոք մեզ համար սա անթույլատրելի ճոխություն չի։ Մեր ճանապարհը մեկն է, մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մեր հզորացման, մեր ուժեղացման, այստեղ պետք է բերվի արտասահմանյան կապիտալ։ Իհարկե հասկանալով բոլոր քաղաքական, պատմական, հազար ու մի բոլոր տարբերությունները Իրանի դեպքում պարզ է, հա, զուտ Իրանը գուցե նաև այս իրավիճակում է շատ ռադիկալ իր կողմնորոշումների պատճառով, հա, այսինքն այդ բալանսի խախտման պատճառով գուցե։ Եկեք հասկանանք իրականում ինչ է առաջարկել ԱՄՆ-ն Իրանին։ Նրանք առաջարկել են դեմիլիտարիզացիա եւ դենացիֆիկացիա։ Մի քիչ բանով եմ ասում, հեգնանքով եմ ասում։ Որ մենք ավելի պատկերավոր կիմանանք, էլի, որտեղ նույն բանը Ռուսաստանն է առաջարկում, մենք ավելի շատ լավ ենք պատկերացնում։ Եվ Իրանը դրանից հրաժարվել է, որովհետեւ դեմիլիտարիզացիայի չի կարող գնալ, որովհետեւ Իսրայելի արժեվ մնալու է անպաշտպան, հիմա այդ դեմիլիտարիզացիան Իսրայելն է անում, իսկ դենացիֆիկացիան տվյալ դեպքում դա այաթոլլաների ռեժիմն է։ Ես չգիտեմ, իրենք հասնելու են այդ նպատակին, թե ոչ, ռազմական ուժի միջոցով, բայց այդ հնարավորությունը կա եւ բավականին բարձր է։ Մա Իրանը փաստացի մերժել է այդ երկու պահանջը եւ մենք տեսնում ենք այն ինչ տեղի է ունենում։ Ինչով կավարտվի, չենք կարող ասել, այս պահին տարբեր սցենարներ կան, բայց այն որ այդ դեմիլիտարիզացիան եւ դենացիֆիկացիան կարող են դառնալ իրականություն, ես նորից եմ ասում, ես պատկերավոր եմ ասում, ինքս հեգնանքով, դա միանշանակ է։
Պարոն Մերհաբյան, ելի դիտարկելով արտաքին քաղաքականության հստակության կողմնորոշումների տրամաբանության մեջ, Հայաստանը այս իրավիճակում, օրինակ, չգիտեմ, դիմել միջազգային կառույցների, տարածաշրջանում անվտանգության կայունության համար, միջազգային կառույցների, միջազգային գործընկերների, նկատի ունեմ Հայաստանի արտաքին քաղաքական վարքը, այս իրավիճակը փոխում է, ենթադրում է որոշակի փոփոխություններ, ինչպես պետք է արտահայտվի։ Իհարկե փոխում է, որովհետև արմատապես փոխվում է մեր անվտանգության միջավայրը ներկայիս։ Այո, այդ երբ ասում էին բալանսավորող եւ բալանսավորված, ինչպես պարոն Ստեփանյանն է ասում, դա հենվում էր ինչ-որ իրողությունների վրա։ Հիմա իրողությունները փոխվել են։ Ինչ է տեղի ունեցել։ Ըստ էության մենք մեզ համար ցամաքային կապը ասիական շուկաների հետ եւ իրանական շուկայի հետ դադարել է այս պահի դրությամբ։ Օդով այնել ոնց էլի դժվար է պատկերացնել, որովհետև Իրանի օդային տարածքն է փակված։ Այս պահի դրությամբ մենք հաղորդագրությունը տեսանք Զվարթնոց օդակայանից թռիչքները դեպի Դոհա, դեպի Դուբայ, Աբու Դաբի փակվել է։ Ահա։ Այդ բիզնեսները կապված Պարսից ծոցի հետ հիմա լռված վիճակում են։ Իրանով էր անցնում ըստ հնդկական մամուլի այդ սպառազինության լոգիստիկ ուղին։ Դա եւս լուրջ խնդիր է հիմա։ Պատերազմող երկրով շատ մեծ տրանզիտների հնարավորություն կլինի, չի լինի։ Պլյուս դրան ռմբակոծվել են նավահանգիստները, որոնք եւս ունեին Հայաստանի համար տնտեսական նշանակություն։ Հիմա այս հանրագումարը մեզ թելադրում է մի բան, որ ներկայումս մենք հրատապ լուծելի խնդիրներ ունենք։ Եվ այն գործիքակազմը, որը մինչև հիմա գործադրվում էր այդ բալանսավորելը եւ բալանսը պահելուն, հա, հիմա պետք է փոխվի, որովհետև պետք է հարմարեցվի նոր իրողություններին, որն են մեր գործիքները։ Պարոն Ստեփանյանը, այո, ցույց դրեց ի ցույց, որ այո մենք դե յուրե լինելով Ռուսաստանի դաշնակից, ինչը նշանակում է, որ անվտանգության վակուում չկա ստեղ, բայց դե ֆակտո մենք ոչ միայն դաշնակիցը չենք Ռուսաստանի, այլև հանձինս Ռուսաստանի մենք ունենք հակառակորդ այն հիբրիդային պատերազմը, որը Ռուսաստանը ծավալել է մեր դեմ։ Եվ այս անվտանգային մարտահրավերները բնականաբար շահարկելու է իր ռոպագանդայում իր նպատակներին հասնելու համար այստեղ։ Այսը մի քիչ էլ կանցնի են 5-րդ Շարասյան եւ 6-րդ պալատի ճառերը կլսեք։ Հաշված ժամեր օրեր, այսինքն։ Հետևաբար Հայաստանը այստեղ պետք է գործուն քայլեր իրականացնի։ Ես ոնց եմ դրանք պատկերացնում, նախ եւ առաջ այո, երկխոսություն մեր պրոբլեմային հարևանների հետ, այո, պետք է ինտենսիվիկացվի։ Մենք պետք է ուղղակի արտակարգ կապ ունենանք, որ ինչ է թյուրիմացություններ չլինեն։ Դե ունենք այդ կապը։ Չէ, վերջին անգամ երբ է դա կիրառվել է, չգիտեմ, բայց վարչապետի աշխատակազմն էր ասում, որ կա ուղիղ կապ։ Այդ ուղիղ կապով, այո, պետք է կողմերը իրար հասկանալի լինեն, խուսափելու համար ինչ-ինչ զարգացումներից, բացի դրանից էլ այո, մենք դրանով իսկ նաև եւս իրենց մտադրությունները պետք է մոնիտորինգի ենթարկենք։ Դա մի կողմից։ Թուրքիայի հետ նույն ձևով մենք այո պետք է ինտենսիվիկացնենք մեր երկխոսությունը Եվրամիության եւ Եվրամիության անդամ առանձին երկրների հետ։ Այո, մենք հիմա պետք է այսպես հրատապ կարգով այդ երկխոսության գնանք եւ գանք շատ կոնկրետ հստակ եւ այսպես արագ պայմանավորվածությունների,
որովհետև միայն եվրադիտորդներով մենք կարծեք թե բավարար չէ, որ անվտանգային ինչ-ինչ սպառնալիքների կարողանանք դիմագրավել։ Բացի դրանից էլ, այո, մեր պոտենցիալ հակառակորդին, որը Ադրբեջանն է, շատ ավելի կոնկրետ Ռուսաստանի դրդմամբ, պետք է ձևավորել գործոններ, որպեսզի Ադրբեջանը, եթե ունենա էլ այդպիսի ինչ-ինչ մտադրություններ, հետ կանգնի այդ մտադրություններից, համարելով դրանք անհեռանկարային։ Եվ իհարկե Միացյալ Նահանգների հետ հիմա պետք է մենք լինենք շատ ինտենսիվ կոնտակտի մեջ, որ հասկանանք այսպես ասենք վերափոխվող միջավայրում այնուամենայնիվ այո անվտանգության ճարտարապետը ուղղակի կամ անուղղակի, իսկ ավելի ճիշտ եւ ուղղակի եւ անուղղակի թիվ 1-ը այո Միացյալ Նահանգներն եւ Մերձավոր Արևելքում եւ մեր տարածաշրջանում եւ այո մենք պետք է պատկերացում ունենանք առաջիկա քայլերի մասին եւ տեղավորվենք մեր շահերը այդ ընդհանուր միջակայքում, որը ձևավորվում է այս փոփոխվող անվտանգային միջավայրում։ Ստեփանյան, դուք ասացիք, որ Հայաստանը ցանկանայել, Ռուսաստանը չի ուզում Հայաստանի հետ դաշնակցություն, հա, դաշնակցային հարաբերություններ, եւ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ կամ ընդհանուր Արևմուտք, ինչի մասին խոսում է պարոն Մեհրաբյանը, նաեւ նշելով, որ Եվրոպական միության դիտորդները կարևոր են, բայց ոչ բավարար, պիտի զարգացնել դա։ Հիմա դե ասում են Միացյալ Նահանգների գլուխը Ուկրաինայով է խառը, Միացյալ Նահանգների գլուխը խառն է հիմա նաև այս իրավիճակով, ինչ Հայաստան, Եվրոպական միությունը ինքն իր անվտանգային խնդիրներով է խառը եւ Հայաստանը հետեւաբար հարց է առաջանում, եթե Ռուսաստանը ինքը չի ուզում այս դաշնակցություն, եթե անգամ մենք ուզենայինք, այս կողմերը այս բոլոր խնդիրներով, հա, հանդերձ ինչու պետք է ուզենան դա Հայաստանի հետ։ Գուցե Հայաստանի բալանսավորման եւ բալանսավորող քաղաքականությունը բխում է հենց նաեւ գուցե դրանից։ Տեսեք, ինչու չեն ուզում, եթե չեն ուզում։ Ինչու չի ուզում Ռուսաստանը։ Սկսենք այդից, հետո անցնենք երթով։ Ռուսաստանը չի ուզում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը արդեն ունի իհարկե իրավիճակային, բայց դաշնակցային հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որտեղ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ուղղակի չեն տեղավորվում։ Իրականությունը սա է։ Հիմա արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան ունեն այդպիսի դաշնակցային հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Կարծում եմ, որ ոչ։ Օրինակ եմ բերում։ Արդյոք Հնդկաստանը ունի Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ, որոնք խանգարում են, որպեսզի Հայաստանը եւ Հնդկաստանը ունենան այդպիսի դաշնակցային հարաբերություն, կարծում եմ, որ ոչ։ Նույնը կարելի է ասել նույնիսկ Իրանի մասին այս վիճակում։ Հիմա մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որտեղ կա հնարավորություն։ Ես չեմ ասում ԱՄՆ-ն հիմա Թրամփը առավոտյան զարթնում է եւ երազում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին, բայց հնարավորությունը կա։ Արդյոք ԱՄՆ-ն շահագրգռված չէ Հայաստանում կառուցել սեփական տեխնոլոգիաներով այդ մոդուլային ատոմակայանները։ Կարծում եմ միանշանակ շահագրգռված է։ Այս վերջի գործարքը, որը կնքվել է Nvidia-ի մասնակցությամբ, սա շատ լուրջ, ես չգիտեմ որքանով ենք մենք հետևողական լինելու, բայց եթե այս գործընթացը, այս նախագիծը իրականացվի եւ իրականացվի շատ արագ տեմպերով, սա Հայաստանի անվտանգությունը բարձրացնող շատ լուրջ մեխանիզմ է լինելու։ Որքան որ ատոմականից հետո դրան անդրադարձակ այդպես համարյա հավասարազոր ինչ որ բան է դրան։ Այո, ես այդպես եմ կարծում։ Եթե մենք դա իրականացնենք, դատա կենտրոնները այսօր, հա, տեխնոլոգիաները, շատ լուրջ հայտ է։ Ես միգուցե նույնիսկ ավելի մեծ նշանակություն ունի։ Եթե մենք գնանք այս ճանապարհով, եթե մենք բերենք այստեղ, ես ինչի ասացի, իրենց կապիտալը բերենք այստեղ, բացենք մեր բոլոր հնարավորությունները, մեր շուկան, մեր երկիրը այդպիսի բիզնեսների համար, ես նորից եմ ասում, ոչ միայն ԱՄՆ-ի,
Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի ցանկացած երկրի արևմտյան ճամբարից, որը կարող է այստեղ գալ եւ ներկայ։ Սա մեր անվտանգությունը շեշտակի բարձրացնելու է, 100%-ով չի երաշխավորում, թե ոչ մեկ այդ փրկիչ, մրկիչ դες բաները իմ մասին չի։ Բայց մենք պետք է սա կառուցենք, քար առ քար, այդ անվտանգային շենքը սա է։ Ինչի ոչ մեկի մտքով չի անցնում Արաբական Միացյալ Էմիրությունները հարվածել։ Ես վստահ եմ, որ Իրանը չի հարվածելու այնտեղ։ Վստահ եմ։ Որտեղ դա ոչ մեկին պետք չի, ոչ մեկ դա թույլ չի տալու։ Որտեղ բոլոր արտեղն են լուրջ ներդրումներ, որովհետև Արաբական Միացյալ Էմիրությունները բոլորի համար շատ լավ գործընկեր է, բոլորի համար, եւ Ռուսաստանի, եւ Ամերիկայի, եւ Սաուդյան Արաբիայի, նույնիսկ Իրանի համար։ Բալանսավորել են։ Բալանսավորել են։ Ինչպես են բալանսավորել։ Տնտեսական նախագծերով առաջին հերթին։ Ինչը մենք չենք անում։ Մենք ստեղ ունենք ռուսական մոնոպոլիաներ, մենք ունենք Տրուբա, հենց այդպես, Իրանից եկող, որը պարոն Քոչարյանի ջանքերով փոքրացվել է Ռուսաստանի քավորությամբ եւ բացառել է, որ մենք դառնանք տրանզիտ երկիր այս առումով գազի էներգոմուտարիների։ Մենք ունենք ատոմակայան, որի ֆինանսական հոսքերը ռուսներն են կառավարում, ունենք երկաթգիծ, որը կոնցեսիոն պայմանագրով Ռուսաստանը եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք բոլոր ձևերը դրել ենք մեկ զամբյուղի մեջ։ Զամբյուղը, կներեք, սա էլ ասեմ եւ լսեմ ձեզ։ Զամբյուղը արդեն ընկել է եւ ձևերի կեսը ջարդվել են։ Իսկ մենք չենք գալիս ճիշտ հետևությունները։ Քանի որ Քոչարյանին հիշեցիք եւ այդ նույն գազի խողովակը, դրա թողունակությունը, դրա ռուս գազարտին հանձնելը ու այդպես հազար ու մի բան, երկաթուղին, տարբեր այլ իր պայմանագրային բազա, եթե 7 տարվա մեջ այն փոփոխության չի ենթարկվել, այսպես գոնե ֆասադային իմաստով դեպի արևմուտք ցկտող իշխանության ժամանակ 7 տարի ոչ մի նման առանցքային բանը փոփոխության չի ենթարկվել։ Գուցե սա հուշում է, որ նախկինում արված այդ գործարքները ճիշտ են եղել այն տրամաբանության մեջ, որը այս իշխանությունը փորձում է բալանսավորել։ Ոչ։ Բայց ինչու չի փոխվել։ Ասեմ, ուրեմն նախ դուք սխալ թույլ տվեցիք կներեք, որ ողունը մեր իշխանությունը չի ձգտում դեպի արևմուտք։ Իր բոլոր քայլերով եւ ներառյալ այսօրվա վարչապետի հայտարարությունը խոսում է այդ մասին։ Սա ես չեմ ասում, սա Նիկոլ Փաշինյանն է ասում, իսկ ես Նիկոլ Փաշինյանին տվյալ դեպքում հավատում եմ։ Նա անկեղծ է։ Դա մեկ։ Երկրորդը, ինչու չի փոխվում։ Չի փոխվում, որովհետեւ մեր իշխանությունը վախեր ունի։ Վախեր։ Այդ վախերը ունեն եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ հիմքեր։ Երկուսն էլ կան։ Օբյեկտիվը դա հոկտեմբերի 27-ն է 99 թվականի, սուբյեկտիվը դա նրանց արդեն ֆոբիաներն են եւ մնացած։ Դրա համար չի փոխվում։ Որքանով է սա արտահայտում մեր երկրի ազգային պետական շահերը, ես կարծում եմ սա հռետորական հարց է։ Ես մեկ օրինակ բերեմ եւ սահմանափակվեմ։ Մենք այսօր Վրաստանի հետ խնդիր ունենք, չէ՞։ Կոնյակը թույլ չեն տալի, որ տանենք Ռուսաստան։ Հիմա եթե մենք ունենայինք խողովակ, որը Իրանից գազը կմատակարեր Վրաստան, Վրաստանը երբեք դա չէր անի։ Երբեք, որովհետեւ մենք ունենալու ենք, նույնիսկ չէր քննարկվելու դա, որ մենք էլ ասենք, բա մենք ձեր գազը կփակենք։ Ուղղակի չէր անելու։ Իսկ մենք լծակ չունենք, մենք ոչ մեկի վրա լծակ չունենք, եւ սա սխալ արտաքին քաղաքականության հետևանք է, սա սխալ տնտեսական քաղաքականության հետևանք է, սա ես փաստ եմ բերում հիմա։ Վրաստանը չէր մտածելու դրա մասին, որ մի հատ ֆուր կանգներ սահմանին ու չմտներ Ռուսաստան։ Այս սա է, երբ որ դու կառուցում ես քաղաքականություն, պետք է հիմնվի տնտեսության վրա։ Մեր մոտ դա չկա։ Մենք բոլոր ձևերը դրել ենք մեկ զամբյուղի մեջ։ Այսքանը։ Պարոն Մեհրաբյան, խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ կան, այս իրանական զարգացումները բացասաբար են ազդում այդ գործընթացի վրա։ Դեռ բարդ է ասել ազդում են այս պահին թե ոչ, որովհետև ընդամենը հաշված ժամեր են անցել, բայց տրամաբանությունը հուշում է, որ դատելով նաև ադրբեջանական որոշ լրատվականների վերնագրերից, Զանգեզուր, Մանգեզուր եւ այլն, ինչ-որ ձևով այո կդեմոտիվացնի այս իրադարձությունների շղթան Ադրբեջանին ավելի ակտիվ լինելու այս պայմանագիրը
վերջնականացնելու հարցում մի կողմից, մյուս կողմից էլ այո, այս գլոբալ նշանակություն ունեցող հարցի վրա արևմուտքը շատ ռեսուրս կծախսի եւ մեզ կարծեք թե այս մեր տարածաշրջանին առաջնահերթ ուշադրության կենտրոնում չի պահի։ Տեսնենք ինչ կլինի, բայց համենայն դեպս Փաշինյանն այսօր նոր ես լրահոսն էի նայում, Պրահայում ելույթ է ունեցել, որ այո, մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, բայց միտք չունենք Ռուսաստանի հետ հարաբերություն խզել, այո, մենք կրճատել ենք ռուսական զորքերի քանակը Հայաստանում, բայց միտք չունենք ամբողջությամբ հանելու, այո, մենք ինչ-որ պահի պետք է ընտրենք Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև ինչ-որ պահի եւ այլն։ Այսինքն այդ կիսատ քայլը կոչվում է բալանսավորված քայլ, կիսատ որոշումները բալանսավորված որոշումներ, մինչդեռ այստեղ այո, ընդհանրապես այսպես ռազմավարական գոյատևման խնդիր է լուծում այսօր Հայաստանը, խնդիր է դնում իր առաջ Հայաստանը, հա, ողջ մնալու խնդիր։ Հարցադրման առումով ես լիովին համաձայն եմ, բայց կիրառվող գործիքակազմը իմ համոզմամբ չի համապատասխանում այդ խնդրին, համարժեք չէ այդ խնդրին, եւ մենք կարող ենք ունենալ կիսատ լուծված խնդիր, եթե խնդիրը կիսատ չի լուծվում, խնդիրը կամ լուծվում է կամ ոչ։ Մենք ըստ այդմ ինքնախաբեության կարող ենք տրվել եւ խնդիրը ուղղակի չլուծել եւ խնդիրը լուծեն մեր փոխարեն կամ լուծվի ինչ-ինչ հանգամանքների բերումով, իսկ մենք բուրըն լեռնային գետն ընկած տաշեղի նման հնարավորություն չունենանք որոշելու մեզ, որ ափին է ծեփելու։ Եվ պարոն Ստեփանյան, ամփոփման կարգով կառավարությունը շատ հաճախ է պնդում ցանկացած ճգնաժամ դա հնարավորություն է նաև։ Սա ինչ հնարավորություն է Հայաստանի համար։ Իրանում կատարվող։ Ես դիտարկում եմ սա հնարավորություն մեկ սցենարի դեպքում, սցենարները տարբեր են, ուղղակի ժամանակը թույլ չի տա որ բոլորը նկարագրեմ, երրորդ սցենարը պայմանական, դա այն է, որ հնարավորինս շուտ Իրանում լինի իշխանափոխություն, մոտավորապես վերադառնանք 1979 թվականից առաջ եղած ժամանակներին, երբ որ Իրանը դառնա պրոամերիկյան երկիր, քաղաքակիրթ երկիր, մոլլաների կղերապետությունը վերանա եւ սա մեզ համար հնարավորություն է, սա մեզ համար շատ լավ հնարավորություն է, եթե մենք կարողանանք ճիշտ հարաբերություններ կառուցենք այդպիսի Իրանի հետ եւ այդպիսի Իրանի ետևում կանգնած բոլոր ուժերի հետ ընդհուպ միջև Իսրայել։ Սա մեզ համար լուրջ հնարավորություն է, որովհետեւ այդ դեպքում տարածաշրջանում փոխվելու է ամբողջապես աշխարհաքաղաքական ստատուս քվոն եւ մենք այդ դեպքում եթե ճիշտ դիրքավորվենք, մոռանանք այդ բալանսների մասին, բալանսավորման քաղաքականության մասին, այդ դեպքում մենք միանշանակ շահած ենք դուրս գալու։ Սա մեզ համար մի երազանք է։ Չգիտեմ որքանով է սա հնարավոր, մի օր սա լինելու է։ Ամբողջ հարցը այն է, մենք միջև այդ կլինենք որպես ինքնիշխան պետականություն, թե ոչ, որտեղ այդ վտանգն էլ կա։ Ես չեմ ուզում ալարմիստական գնահատականներ հնչեցնեմ, բայց մենք պետք է դիտարկենք բոլոր վարկածները։ Սա միակ տարբերակն է, երբ որ մենք կարող ենք Իրանում տեղի ունեցողից դուրս գանք շահած, բայց միայն մեկ դեպքում ստեղ էլ կա սահմանափակում, եթե այդ գործընթացը շուտ լինի։ Եթե Սիրիայում լինի, այսինքն 10 տարվա քաղաքացիական պատերազմ, վտանգները շատ են եւ այդ դեպքում մենք շահած դուրս չենք կարող գալ։ Շնորհակալ եմ, պարոն Մայք։ Համեցեք։
Զրուցակիցներս Դավիթ Ստեփանյանը եւ Ռուբեն Մեհրաբյանն էին։ Ես նշեմ, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իրանում, մասնավորապես հրապարակվել են կադրեր Բորուջերդ քաղաքում գտնվող հրթիռների եւ ռազմական տեխնիկայի պահեստներին հարվածներից, եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 3D անիմացիոն տեսանյութ Իրանի Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման գործարանից, ցուցադրելով թե որքան մանրամասն է տիրապետում տեղում օպերատիվ իրավիճակին։ Առաջին լրատվականը վաղ առավոտից ուղիղ եթերում է, ձեզ պատմում է Իրանի եւ Իսրայելի բախման հետևանքների մասին։ Մենք հետևում ենք դրանց զարգացումներին եւ դեռ պարբերաբար արտակարգ ռեժիմով կլինենք եթերում, դրանք ձեզ ներկայացնելու, պատմելու եւ վերլուծելու։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։